Ողջույն բարեկամներ, այսօր խոսելու ենք հարցական նախադասությունների տեսակների, շարադասության և արտասանության մասին։ Անգլերենում հարցական նախադասությունները լինում են 4 տեսակի. ընդհանուր հարց, մասնակի հարց, երկընտրական հարց և տրոհված հարց։ Ընդհանուր հարց ասում ենք general question, մասնակի հարց special question, երկընտրական հարց alternative question և տրոհված հարց disjunctive question կամ question tag։ Հիմա ընդհանուր հարցը տրվում է ամբողջ նախադասությանը և պատասխանը հիմնականում լինում է կարճ այո կամ ոչ։ Հարցադրումը բարձրացող տոնով։ Օրինակ, ինչ ենք հասկանում ասելով պատասխանը կարճ հիմնականում և բարձրացող տոնով։ Օրինակ, do you speak English? Դու խոսում ես անգլերեն։ Նայում ենք հարցական նախադասություն, do you speak English? Ձայնը բարձրացավ։ Չենք ասում do you speak English? Do you speak English? Ձայնը բարձրացավ։ Պատասխանը, ուրեմն հարցը տրվում է ամբողջ նախադասությանը, ոչ թե առանձին նախադասության անդամներին, այլ ամբողջ նախադասությանը։ Դու խոսում ես անգլերեն։ Այո կամ ոչ։ Yes, I do. Այո, հիմա ոչ։ No, I don't. Can you dance? Կարող ես պարել։ Yes, I can. Կարող եմ։ No, I can't. Սա ուրեմն մեր ընդհանուր հարցը։ Հաջորդը մեր մասնավոր հարցն է։ Մասնավոր հարցերը սկսվում են հարցական բառերով, որոնք են հարցական բառերը՝ ով, ինչ, որտեղ, երբ, ինչու եւ այլն։ Հիմա մասնավոր հարցերը հարցական բառերով կամ մագբայով է սկսվում նախադասության եւ այն դրվում է նախադասության այն անդամի փոխարեն, որին ուղղված է հարցը։ Մասնավոր հարցը արտասանվում է իջնող տոնայնությամբ։ Հիմա հասկանանք ինչպես է իջնող արտասանվում։ Հիմա who can explain the rule? Who can explain the rule? Ձայնի չեմ ասում who can explain the rule? Սխալ է սա։ Who can explain the rule? Ձայնի իջավ։ Հիմա տեսեք who ով։ Ովը, եթե ասում ենք ով, ուրեմն փոխարինում է ենթակային ով, ես, դու, նա, մենք, դուք, նրանք եւ այլն։ What can I do? Ինչ կարող ես անել։ What? Ինչ կարող ես անել։ Why are you crying? Ինչու ես լաց լինում։ Տեսնում եք հարցական դերանուններով։ Where are you going? Որտեղ ես գնում։ When will you come? When? Երբ ես գալու։ When will you come? Երբ կգաս։ Սա էլ հարցական դերանուններով արտահայտված ուրեմն մեր նախադասությունը մասնավոր հարցերի ասացինք, որ փոխարինում է նախադասության որևիցե անդամի, որ անդամին համապատասխանում է, փոխարինում է ուրեմն համապատասխան դերանունով էլ տրվում է հարցը։ Ուրեմն ասացինք իջնող տոնայնությամբ է արտասանվում։ Հաջորդը մեր երկընտրական հարցն է, որը նախադասության երկու ինքնուրույն նախադասության մեջ երկու ինքնուրույն նախադասություններ կապում է իրար, թե շաղկապի միջոցով անգլերեն or կամ երկու համադաս նախադասություն։ Նայենք հիմա ուրեմն Does she live in Yerevan or Moscow? Does she live in Yerevan or Moscow? Տեսնում եք or թե նա ապրում է Երևանում, թե Մոսկվայում։ Or թե երկու ուրեմն նախադասություն։ Ինքնուրույն նա ապրում է Երևանում, թե նա ապրում է Մոսկվայում։ Տրոհված հարցերում նախադասությունները բաղկացած են երկու մասից, տեսնում եք, երկու մասից, մեկը օրից առաջ, մեկը օրից հետո։ Ուրեմն նախադասության առաջին մասում կամ հերքվում է որևէ դրույթ, որևէ տրված արտահայտություն կամ ուրեմն հաստատվում։ Երկրորդ մասը նախադասության լինում է հարցական, որը կասկածի տակ է առնում առաջինի դրույթը։ Օրինակ, He speaks English well. Նա անգլերեն լավ է խոսում։ Այնպես չէ, ուրեմն այստեղ առաջին մաս դրում է ստորակետ եւ վերջանում առաջին մասը, այնուհետև isn't it, այնպես չէ։ Նա լավ է խոսում անգլերեն, այնպես չէ։ Տրոհված հարցի առաջին բաղադրիչը արտասանվում է իջնող տոնով, երկրորդը բարձրացող։ Հիմա նորից արտասանենք։ Ասացինք առաջին բաղադրիչը արտասանվում է իջնող տոնով։
He speaks English well. Ձայնը իջավ. He speaks English well. Երկրորդ մասը ստորակետից հետո բարձրանում է ձայնը. Isn't it? Եթե տրվող հարցի առաջին հեղություն այստեղ Ուրեմն, եթե տրվող հարցի առաջին բաղադրիչը հաստատական նախադասություն է, այստեղ հաստատական նախադասություն է, ասում եմ հաստատում է, որ նա անգլերեն լավ է խոսում։ Ուրեմն այստեղ երկրորդ մասը ժխտական է։ Ուրեմն ասացինք, եթե առաջինը հաստատական է, երկրորդ մասը պետք է լինի ժխտական։ Նայում եք, ն-ը ժխտական։ Եթե հիմա հակառակը, եթե առաջին մասը ժխտական է, երկրորդը պետք է լինի հաստատական։ Նայենք հիմա նախադասությանը You have dinner at 2 o'clock. Հաստատական նախադասություն է դուք ճաշում եք ժամը 2-ին, այնպես չէ, առաջին մասը հաստատական, ուրեմն երկրորդ եղավ ժխտական, անպայման սա է կառուցվածքը։ Հիմա եթե առաջին մասը հակառակ հիմա ժխտական է, երկրորդը պետք է լինի հաստատական։ He is not here, is he? Ուրեմն իջնող ձայնով he is not here, նա այստեղ չէ, is he, բարձրացավ երկրորդ մասը։ Ուրեմն ավարտեցինք այսօրվա մեր 4 հարցերի վերաբերյալ դասը, իմացանք քանի ձև ունի, ուրեմն նախադասությունը, հարցական, ուրեմն ընդհանուր հարց, մասնակի հարց, երկընտրական հարց և տրոհված հարց։ Ընդհանուր հարցը տրվում էր ընդհանուր ամբողջ նախադասությանը պատասխանը այո կամ ոչ կարճ պատասխան։ Մասնակի հարցի ժամանակ, ուրեմն հարցական դերանուններով կամ ակբայով էր հարց տրվում, ով, ինչ, որտեղ, երբ եւ այլն։ Երկընտրական հարցի ժամանակ թե պետք է լինի թե սա, թե սա։ Եվ տրոհված հարց tag question, որ ստորակետից հետո այնպես չէ կամ հաստատում կամ ժխտում։ Այսօրվա համար այսքանը, goodbye։